Իրենց համար երաշխավորը Ալիևն է, միայն Ալիևը, ուրիշ ոչ մեկը։ Ասեմ, որ որևէ նորմալ պետության համար Էրդողանն էլ կարող է լինել օրինակ երաշխավոր, շատ ակտիվ է շրջանում եւ հովանավորում է շատ տիպիկ է, որ ուրիշ որևէ մի երկրի ղեկավարի չտեսանք Էրդողանին, որովհետեւ իրականում մեզ համար ըստ էության նույն բանն է։ Բայց ուրիշ բան ասեմ, որ նորմալ երկիրը չի քննարկում երաշխավորի հարց, լավ է, վատ է։ Նորմալ երկիրը նորմալ գործում է, իսկ նորմալ գործող երկրի հետ շատերը, այդ թվում նաև ազդեցիկ պետությունները ցանկանում են համագործակցել։ Տեսնելով այդտեղ նաև այդտեղ շահ կա, նորմալ գործող երկրի գործունեության մեջ իրենք շահն են տեսնում։ Բայց մեկը, ով ամեն ինչ կորցնում է, ամեն ինչ ավերում է, ամեն ինչ նվիրում է, այն թշնամուն, որը միշտ երազել է, որ որևէ հայ չմնա Հայաստանի տարածքում։ Էս է իրենց պատկերացում է այդ ամեն ինչի մասին։ Իրենք կարծում են, որ ուղիղ երկխոսությունը ավելի արդյունավետ է։ Իհարկե, բայց երկխոսելու համար պետք է գիտելիք, պետք է փորձ եւ բազմաթիվ այլ հանգամանքներ։ Այդ թվում նաև սեփական հայրենիքի նկատմամբ պատասխանատվություն, սեփական ժողովրդի նկատմամբ պատասխանատվություն։ Դու կարծում եք, որ եթե այլ իշխանություն լինի, ուղիղ երկխոսությունը վատ չէ։ Ես իմ նախկին գործունեության ընթացքում բազմաթիվ առիթներ եմ ունեցել տարբեր պատվիրակությունների հետ երկխոսելու, այսպես ասած, եւ ադրբեջանցիների, եւ վրացիների, եւ Թուրքիայի, բայց երբեք թույլ չեմ տվել, որ իրենք այդ երկխոսությունից շահած դուրս գան։